Ողջույն Նորագիր Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստ էությանն է այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Համահայկական ազգային միասնության խորհուրդ միավորման վարչության անդամ Ալբերտ Բազայանին։ Բարև ձեզ, պարոն Բազայան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Սիրով։ Պարոն Բազայան, վաղը մայիսի 28-ն է, անկախության վերականգնման օրը։ Ինչու Հայաստանում մայիսի 28-ը արժևորված չէ որպես հանրապետության տոն, որպես անկախության վերականգնման օր, ինչպես օրինակ Վրաստանում եւ Ադրբեջանում։ Ուրեմն ժամանակին լավ էլ արժևորված է եղել։ Մենք միշտ նշել ենք ուրեմն Սարդարապետի հերոսամարտի օրը եւ հայոց պետականության վերականգնման օրը, որովհետեւ դարեր շարունակ մենք կորցրել ենք մեր պետականությունը եւ 18 թվականի մայիսի 28-ին վերականգնվեց հայոց պետականությունը։ Ինչը փոխվեց, ի՞նչն է փոխվել։ Ինչու հիմա։ Գործող իշխանության վերաբերմունքն է մեր ազգային ուրեմն արժեքների, մեր ազգային տոների, մեր ազգային ինքնության այն բոլոր այն ուրեմն ոլորտները, որոնք մեր ազգայինն են, այս իշխանությունը ապազգային իշխանություն է եւ այս իշխանությունների համար նշանակություն ունեն մեր ազգային արժեքները, մեր սովորույթները, մեր մշակույթը, մեր լեզուն, մեր առաքելական եկեղեցին եւ այլն, մեր հայրենիքը եւ այլն։ Մայիսյան եռատոնից մեզ մնացել է միայն հայրենական պատերազմում հաղթանակի օրը, բայց թվում է դա էլ են ուզում մեզնից խլեն, օրինակ Արծրուն Հովհաննիսյանն ասում էր, որ եթե Գերմանիան հաղթեր, ապա կստեղծվեր Միացյալ Հայաստան։ Ինչպես կմեկնաբանեք սա։ Ուրեմն Արծրուն Հովհաննիսյանը այնքան տգետ են, որ նա չի գիտակցում, որ եթե գերմանացիները վերցնեին Սարդարապատ, Ստալինգրադը, եթե կարողանային վերցնել Ստալինգրադը, որը պաշտպանվեց նաև հայ ժողովրդի հերոսատին մեր հերոս ժողովրդի ուրեմն որդիների պայքարով ու շնորհիվ, ուրեմն եթե վերցնեին գերմանացիք Ստալինգրադը, ապա Թուրքիան մտնելու էր Հայաստան։ Նրանք այդպես էին ուրեմն տրամադրված։ Փառք Աստծո, մենք կարողացանք պահել Ստալինգրադը, որովհետև մենք խորհրդային միության մասնիկ էինք կազմում եւ երկրորդ համաշխարհային պատերազմում, հայրենական պատերազմում մասնակցել են շուրջ 600,000 մեր հայրենակիցները, որոնցից 300,000-ը չի վերադարձել։ Այդ տարիներին մենք տվել ենք խորհրդային միությանը 5 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խանֆերյանց, ուրեմն Իսակով եւ Ագանով, Օգանյան, ռուսերեն Ագանով, 5 մարշալ, բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ, գեներալներ, գնդապետներ եւ 110 մոտարապես խորհրդային միության հերոսներ։ Ադրբեջանի բնակչությունը ունենալով 3 անգամ մեզանից ավելի մեծ քանակություն, նրանք ուրեմն տվել են ընդամենը 67 խորհրդային միության հերոսներ, 2 անգամ մեզանից քիչ։ Ինչու են նման ուրեմն հայտարարություններ անում Արծրուն Հովհաննիսյանը եւ ինչու են այս իշխանությունները կարծես փորձում խլել նաեւ այս հաղթանակի բերկրանքը հայ ժողովրդից։ Ուրեմն նրանք մոռացության են ուզում մատնել մեր բոլոր հաղթանակները։ Նրանք ուզում են մոռացության մատնել Տիգրան Մեծի օրոք գոյություն ունեցող ծովիսով Հայաստանը, Արևմտյան Հայաստանը մոռացության են մատնում, մոռացության են ուզում մատնել հայոց ցեղասպանությունը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ուրեմն մեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, բայց մեր պետականությունը, մեր պետությունը դարեր շարունակ եղել է Օսմանյան կայսրությունը։ Նիկոլն այնքան տգետ է, որ չգիտի, որ Օսմանյան կայսրությունը դա հայկական պետություն չէր, դա թուրքական պետություն էր, իսկ Օսմանյան կայսրությունում թուրքերը հայ ժողովրդի նկատմամբ իրականացրել են ցեղասպանություն։ Ներկայիս Հայաստանը Արցախի հետ միասին, Նախիջևանի հետ միասին եղել է Իրանի տիրապետության ներքո, Արևելյան Հայաստանն է։ Արևմտյան Հայաստանը մոտ 3 անգամ ավելի մեծ տարածք ունի, քան Արևելյան Հայաստանը։ Արևելյան Հայաստանում Արցախի ուրեմն մելիքները եղել են մոտավորապես կիսանկախ վիճակում, որովհետև նրանք ունեցել են ներքին ինքնավարություն, Իրանից ներքին ինքնավարություն եւ որոշակի քանակի զորագնդեր պահելու հնարավորություն։ Պարոն Բազյան, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նախորդին հայտարարել է, որ եթե Սահմանադրական դատարանը որոշեց, որ խաղաղության պայմանագիրը հակասում է մեր սահմանադրությանը, ապա ինքը սահմանադրական փոփոխություններ կանի։ Ինչ է կարծում, այդ խաղաղության պայմանագրում այնպիսի կետեր կան, որ նույնիսկ Սահմանադրական դատարանը այս կազմով, որ ամբողջությամբ կարծես թե նշանակել է Նիկոլ Փաշինյանը, կարող է դեմ լինել։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանի պատկերացրած խաղաղությունը լրիվ դուրս է տրամաբանությունից։ Խաղաղություն ես ուզում, ասված խոսք է, խաղաղություն ես ուզում, պատրաստիր պատերազմի, որովհետև խաղաղություն մուրալով խաղաղություն մենք չենք ստանա։
մենք պետք է խաղաղությունը նվաճում են միայն հաղթանակով։ Մենք ուրեմն ժամանակը կգա, մենք հասնենք հաղթանակի Ադրբեջանի նկատմամբ եւ կստանանք խաղաղություն։ Այդպես է։ Ուրեմն եւ Աստված խոսք է, որևէ հաղթանակ վերջնական չէ, պարտությունն էլ վաղճանը չէ։ Կարևորը չհուսատվելն ու չհանձնվելն է։ Մենք չպետք է հուսատվենք եւ հանձնվենք Ադրբեջանի ու Թուրքիայի ողորմածությանը։ Ինչու է պատրաստ Նիկոլ Փաշինյանը այդ խաղաղության պայմանագրի համար Հայաստանի սահմանադրություն փոխել։ Ուրեմն նիկոլական պատկերացումներով սահմանադրության փոփոխություն մենք չենք հանդուրժելու։ Հայաստանում անհրաժեշտ են այո սահմանադրական փոփոխություններ, որովհետեւ ներկայիս խորհրդարանական համակարգը մեր պայմաններում իրեն չարդարացրեց։ Հայաստանում գրանցված են ավելի քան 140 կուսակցություններ, չկան այդքան գաղափարախոսություններ, քաղաքական ծրագրեր եւ այլն։ Ուրեմն դրա համար այսօրվա այս իրականության մեջ Նիկոլ Փաշինյանը դարձել է բռնապետ։ Նա նշանակում է պաշտպանության նախարարին, ներքին գործերի նախարարին, ազգային անվտանգության ծառայության պետին, բոլոր նրանց տեղակալներին, գլխավոր շտաբի պետին, գլխավոր դատախազին, մի խոսքով բոլոր պաշտոնյա արտգործնախարարին, բոլոր դեսպաններին եւ դարձել է միազնյա, ուրեմն դիկտատոր։ Նիկոլը դարձել է միազնյա դիկտատոր։ Նիկոլը, որը ունի լիարժեք բարձրագույն կրթություն եւ բանակում էլ չի ծառայել, բայց պատերազմական իրավիճակում նա հանդիսանում է հայկական ուժերի գլխավոր հրամանատար։ Նիկոլը հանդիսանալով հայկական ուժերի գլխավոր հրամանատար հենց ամենամեծ պատճառներից մեկը այն էր, որ մենք պարտություն կրեցինք ընդամենը 44 օրում Ադրբեջանի դեմ պատերազմում, որովհետև մեր դիվանագիտությունը չէր աշխատել։ Ադրբեջանն ուներ հզոր դաշնակիցներ, իրենց ցեղակիցներ Թուրքիան, որը մատակարարում էր Ադրբեջանին ռազմական տեխնիկա, անօթաչու թռչող սարքեր, որոնք մեծ վնասներ էին հասնում հայկական զինվորական ստորաբաժանումներին։ Ադրբեջանին օգնում էր նաև Իսրայելը իր հետախուզական ռազմական տեխնիկայով, այդ թվում նաև Պակիստանը, որը մինչև հիմա Հայաստանը չի ճանաչել որպես անկախ պետություն։ Պակիստանն էլ էր օգնում Ադրբեջանին իր ռազմական տեխնիկայով։ Իսկ մենք մենակ էինք մեր այդ պատերազմի ընթացքում գործող ապազգային թուրքամետ իշխանության ապաշնոր դիվանագիտության հետևանքով։ Ինչ պիտի անի Հայաստանի այսպես ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի այս որոշումը թույլ չտալու վիժեցնելու համար, նկատի ունեմ սահմանադրության այս փոփոխությունը։ Ուրեմն որևէ խնդիր մեր պետության ու մեր ժողովրդի համար լուծելու համար պետք է ազատվել գործող ապազգային թուրքամետ իշխանությունից, որովհետև իշխանությունն է տալիս իրավունքներ, բայց իշխանությունը նաև տալիս է պարտավորություններ հանրության հանդեպ։ Հանրությունը ընտրել է իշխանություն, որպեսզի այդ իշխանությունը լուծի հանրության խնդիրները։ Այս իշխանությունները օգտվելով իրենց իրավունքներից չեն կատարում իրենց պարտավորությունները մեր ժողովրդի, մեր ընտրողների նկատմամբ։ Ուրեմն մեր ժողովրդի եւ մեր պետության արժեվ ծառացած խնդիրները լուծելու համար որպես պայման, որպես միջոց, ոչ թե նպատակ, պետք է հեռացնել գործող ապազգային թուրքամետ իշխանությանը։ Իսկ այս իշխանությանը հեռացնելու համար պետք է ձևավորել լայն հանրային համախմբում, լայն համահայկական համախմբում, համախմբել մեր առողջ ընդդիմադիր ազգային քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, հիմնադրամներին, պայստազորի զինվորականներին եւ այլն։ Մենք զբաղվում ենք դրանով։ Մենք սույն թվականի մարտին հիմնադիր համաժողով ենք արել եւ ձևավորել ենք համահայկական ազգային միասնության խորհուրդ միավորումը որպես այլընտրանք գործող ապազգային թուրքամետ իշխանությանը։ Նիկոլականներն անդադ ժողովրդին վախեցնում են նախկինների վերադարձով։ Վայ, նախկինները կգան, կլինի Ալան Թալան եւ այլ, նորից նոր պատերազմ, ռևանշիստներ են, էսկոմ մենկոմ ու այդ քարոզչությունն են տանում։ Իմ բազմաթիվ հարցազրույցներում ես հայտարարել եմ, որ ինչա Նիկոլից բացի ուրիշ մարդ չկա, անպայման պետքա Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը հետ գան։ Ինչու ենք մենք հետ գնում։ Հայ ժողովրդի մեջ կգտնվեն 100-ից ավելի մարդիկ, ովքեր կլինեն ավելի կրթված, ավելի գրագետ, ավելի հայրենասեր ու ավելի տեսքով ու ավելի լավ կղեկավարեն մեր պետությունը, քան Նիկոլ Փաշինյանն է։ Պարոն Բազարյան, մի տարի հետո ընտրություններ են, խորհրդարանական հերթական անձամբ մտադիր եք մասնակցել այդ ընտրություններին եւ ինչ ձևաչափով եւ արդյոք տեսնում եք այնպիսի ուժեր, որոնց հետ կհամագործակցեք։ Մենք համագործակցել ենք բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքական դաշինքների, հասարակական կառույցների հետ, բնականաբար, լինելով մեր համահայկական ազգային միասնության խորհուրդը ինքը երեւությամբ արդեն քաղաքական կազմակերպություն է, քաղաքական միավորում է։
բնականաբար բոլոր այն քաղաքական ուժերի հետ ենք համագործակցելու, ովքեր ազգային ուժեր են, ազգային խնդիրներ լուծելու նպատակներ են դնում եւ չեն ֆինանսավորվում կամ թելադրվում դրսից, ոչ Ռուսաստանից, ոչ էլ Միացյալ Նահանգներից։ Մեզ համար անընդունել են բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ֆինանսավորվում են դրսից եւ դրսի քաղաքական պատվերով իրականացնում են Հայաստանում քաղաքականություն։ Մեր համար դրանք անընդունել են։ Սա մեկ, երկրորդը, ես ուզում եմ ուղղակի մեր ժողովրդին ներկայացնել, որ գործող իշխանությունները մտադիր են որոշակի գումարի, ուրեմն մուծումով ազատել իրենց զավակներին զինծառայությունից։ Դրանից զատ բանակի զինվորների քանակը ապահովելու, այսինքն բանակ ուզում են դարձնել աղքատների տիրույթ, ովքեր որ ունեն ֆինանսական հնարավորություններ, փողը տան բանակում չծառայեն։ Դրանից զատ բանակում զինվորների թվաքանակը ապահովելու համար որոշել են ուրեմն զորակոչային տարիքը 27 տարեկանից դարձնել մինչև 32 տարեկան։ Ուրեմն ես ուզում եմ պարզաբանել, որ 32 տարեկան տղամարդկանց մեծ մասը արդեն ամուսնացած են եւ ունեն զավակներ։ 32 տարեկան տղամարդուն, եթե 2 տարով զորակոչում ես բանակ, 18 տարեկան երիտասարդների կողքին, ինչպես են նրանք համակերպվելու այդ իրավիճակին, դա մեկ, եւ երկրորդը, ոնց են ապրելու այդ մարդկանց ընտանիքները, զավակները, երեխաները, եթե նրանք 2 տարի պետք է ծառայեն բանակում։ Ուրեմն այսպեսի հիմար մտադրություն ունեմ, որը ես համոզված եմ չի անցնելու, որովհետեւ մենք ժողովրդին ոտքի ենք հանելու, շրջափակելու ենք ազգային ժողովի շենքը, եթե նրանք մտնեն նման նախագիծ առաջարկեն ազգային ժողովում, որպեսզի չանցնի նման նախագիծը ազգային ժողովում։ Սա իր հերթին։ Եվ երկրորդը, ես բազմից հայտարարել եմ եւ հիմա էլ պնդում եմ, Նիկոլը Հայաստանը դարձրել է ոստիկանապետություն։ Ոստիկանությունների թվաքանակն ավելացրել է, բարձրաստիճան ոստիկանների վրա հանձնարարել է ուրեմն ներողություն, բարձրաստիճան ոստիկանների աշխատավարձերը բարձրացրել է եւ ուրեմն որպեսի ծառայեն իրենց փողի համար, իրենց բարձր աշխատավարձի համար, ծառայեն իրենց, բացի դրանից տարին մի քանի անգամ մեկ աշխատավարձի չափով եւ բարձրաստիճան ոստիկաններին եւ ազգային ժողովի падգամավորներին եւ մնացած բարձրաստիճան պաշտոնյաներին, դատավորներին, դատախազներին եւ այլն տալիս է մեկ աշխատավարձի չափով պարգևը վճարներ, այսինքն բյուջեն մսխում են իրենց աշխատավարձի վրա։ Եթե այդպես է, ինչու են հայտարարում, որ նախկիներից իբրև թե մի քանի 100 միլիոն, միլիարդավոր գումարներ ուրեմն հետ են բերել եւ տարել են պետբյուջե։ Եթե այդքան գումարներ են նախկիներից վերադարձրել նրանց թալանից պետբյուջե, ապա ինչու են բյուջեի մուտքերը ապահովելու համար ուրեմն ավելացրել աղբանության վարձավճարը, տրանսպորտի ուրեմն երթևեկության վարձավճարները, հողյարկը, գույքահարկը եւ այլն։ Տրանսպորտից օգտվում են չքավոր մասան, թոշակառուները, ուսանողությունը եւ այլն։ Նրանք ովքեր որոշակի հնարավորություններ ունեն անձնական սեփական ավտոմեքենաներ եւ երթևեկում են այդ մեքենաներով։ Իսկ պետական պաշտոնյաների մեծ մասը երթևեկում է պետության կողմից հատկացված ուրեմն պետական տրանսպորտային միջոցներով։ Այսինքն այստեղ էլ են խփում աղքատ խավի գրպանին։ Առաջանում է սոցիալական լարվածություն հասարակական տարբեր շերտերի միջև։ Առաջադեմ հասարակություններում հակառակ պատկերն է, ովքեր որ ունեն մեծ հնարավորություններ սեփականություն եւ գործարար են, նրանցից գանձում են շատ ավելի մեծ հարկեր, տանում են պետական բյուջե եւ պետբյուջեից հատկացում են անում չքավոր խավին իրականացնելով հասարակական համերաշխություն։ Իսկ մեր մոտ առաջանում է սոցիալական բևեռացում հասարակական տարբեր շերտերի միջև, խորանում է այդ բևեռացումը, իսկ բևեռացված հասարակության մեջ դժվար է ակնկալել ազգային միասնություն եւ հասարակական համերաշխություն։ Պարոն Բազյան, անդրադարձանք նոր նախագծին գումարով, այսպես ասած, բանակից ազատվելու, նախ նշեցիք թերությունները, ես ուզում եմ հասկանալ, սա արդար չի լինի այն ընտանիքների, այն ծնողների նկատմամբ, ովքեր չունեն օրինակ 20 միլիոն դրամ, որպեսզի տան եւ իրենց որդին օրինակ 1 ամիս ծառայի։ Բացարձակապես անարդարացի մոտեցում է։ Ես ասացի արդեն իմ խոսքում, որ ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը չի անդուրժի նման, ասենք, օրինագիծ, որպեսզի ընդունվի ազգային ժողովում եւ իր քայլերը կձեռնարկի մեր կազմակերպման, բնականաբար կառաջնորդենք ժողովրդին, որպեսզի ժողովուրդը չանդուրժի նման, ասենք թե օրինագիծ ազգային ժողովի կողմից ընդունվելու համար։ Չի ստացվում, որ այս իշխանությունը չկարողանալով կոռուպցիան վերացնել, կոռուպցիան օրինականացնում է այս նախագծով։ Կոռուպցիան օրինականացնում են մեկ, երկրորդը գործող իշխանության 7 տարվա
պաշտոնավարման ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը ուրեմն 6 միլիարդից հասցրել են մոտավորապես 13.8 միլիարդ դոլարի։ Մեր պետության եւ մեր ժողովրդին դրել են տոկոսի տակ, որովհետեւ այդ գումարները վարկերը որ տալիս են համաշխարհային բանկը, միջազգային վալյուտային ֆոնդը տոկոսով են տալիս։ Մեզ բոլորիս Նիկոլը դրել է տոկոսի տակ։ Պետբյուջեի մուտքերն ապահովելու համար թանկացնում են հողի հարկը, գույքի հարկը, աղբանության վարձավճարները, տրանսպորտի գինը վերցնում են արտաքին պարտքն են ավելացնում եւ այլն, պետության դնում են տոկոսի տակ։ Սա իր հերթին Նիկոլ Փաշինյանական իշխանությունը Նիկոլի գլխավորությամբ կազմակերպել է հայոց բանակը։ Վաստակաշատ զինվորների վրա Նիկոլը հանձնարարել է քրեական գործեր հարուցել եւ տանել նրանց կառավարել գրասենյակային աշխատողներին, որոնք չեն ծառայել բանակում մեծ մասը, տարել են բանակ եւ դրել են շատ պատասխանատու պաշտոնների։ Ուրեմն այդպես բանակ չեն պահում։ Ամեն ինչ պետք է դնել բանակի վրա, այս ոստիկանական ստորաբաժանումների ուղիղ կեսին պետք է տեղափոխել բանակ զինծառայության։ Ում են պետք այդքան ոստիկաններ Հայաստանում։ Հայաստանում չկա այդքան ենթադրենք հանցագործներ եւ այլ, որ այդքան ոստիկաններ են պահում։ Ոստիկանությունը դարձել է իշխանության, ուրեմն հենարան, պաշտպանության հենարան։ Ցավոք սրտի նույն բանը դրել են նաեւ ազգային անվտանգության ծառայության վրա։ Ազգային անվտանգության ծառայությունը կոչված է ապահովելու պետության անվտանգությունը, ունենա արտաքին հետախուզություն, արտաքին վտանգների գնահատում եւ համապատասխան անվտանգային միջոցների իրականացում, բայց ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարվում է Նիկոլի կողմից ընդդիմադիր գործիչների վրա հարուցել քրեական գործեր եւ տանել նրանց կալանավորել։ Ցավոք դրանցից մեկն էլ ես եմ եղել։ Միտումնավոր է Նիկոլ Փաշինյանն այս իշխանությունը փորձում բանակը այսպես քանդել։ Միտումնավոր է անում ինքը, ուրեմն թուրքամետ գործիչ է, ինքն ակնկալում է չունենալով հույսեր արդեն արևմուտքից ինչքան պետք է իրան աջակցել են ֆինանսապես, քաղաքականապես եւ այլն, հաջորդ ուրեմն խորհրդարանական ընտրություններին Թուրքիայից ստանալ քաղաքական եւ ֆինանսական աջակցություն իրենց իշխանությունը պահելու համար։ Ես կարող եմ օրինակը բերել։ Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ հրավիրեց 10 թուրք լրատվամիջոցների ներկայացուցիչների Հայաստան եւ տվեց նրանց հարցազրույց հաջողանալով կոպիտ ասած ցապոնվելով Էրդողանին։ Այդ թուրք լրատվամիջոցների ներկայացուցիչները գնալով Թուրքիա Հայաստանը ներկայացրեցին որպես շատ անորակ, շատ աղքատ պետություն, շատ բացասական կողմերով ներկայացրեցին, բացի դրանից նրանք գրեցին, որ իրանական Կապույտ մզկիթը դա իբր թե թուրքական շինարարություն է, թուրքական հուշարձան է, Երևանն էլ Էրզինջան է, որը եղել է թուրքական քաղաք։ Ուրեմն նույն բանն անում են ադրբեջանցիները լրիվ ուրիշ ուրեմն տեսակետից։ Նրանք հայտարարում են, որ Կապույտ մզկիթը դա ադրբեջանական է, Երևանն էլ ոչ թե Երևան է, այլ Ռևան խանի հիմնադրած Երևան քաղաքն է եւ այստեղ եղել են բազմաթիվ մզկիթներ, Բերդը եղել է ադրբեջանական, հայերը արտաքսել են, հայերը լինելով շովինիստներ, ազգայնամոլներ արտաքսել են բոլոր ադրբեջանցիներին, մնացած այլ ազգիներին, իսկ Ադրբեջանը բազմազգ պետություն է եւ բոլորն ապրում են հավասար պայմաններում։ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները կարող են դա ժխտել միանգամից, որովհետև հույները, եզդիները, քրդերը, ասորիները, կան նաև ռուսներ, կան նաև խառնամուսնությունների բանում ուկրաինացիներ Հայաստանում ապրում են հավասար իրավունքներով եւ եզդիները, ասորիները, հույները մեր հետ միասին կռվել են Թուրքի դեմ, Ադրբեջանի դեմ եւ Արցախյան առաջի պատերազմում, եւ 44-օրյա պատերազմում, եւ 100-օրյա պատերազմում ու մենք ունենք բազմաթիվ ուրեմն եզդի ազգի ներկայացուցիչ Հայաստանի հերոսներ։ Բազմաթիվ չէ, որոշ քանակ ունենք։ Եվ պարոն Սլոյանին հիշենք։ Այո, այսպես ամփոփելով զրույցը, ընդդիմության ներսում կարծես թե լարվածությունը շարունակվում է, գնալով մեծանում է, երկրորդ եւ երրորդ նախագահների թիմակիցների միջև այդ լարվածությունը կրկին մեծացել է եւ շարունակվում է փոխադարձ մեղադրանքները։ Ձեր գնահատմամբ ինչով է սա պայմանավորված։ Օրինակ տեսակետներ կան, որ սա արհեստական օրակարգ է, իրական լարվածություն չկա, դուք կիսում եք այդ տեսակետը։ Ես ափսոսում եմ, որ նման ասենք դիրքորոշում ցուցաբերում են որոշ գործիչներ, Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներ եւ Սերժ Սարգսյանի կողմնակիցներ։ Նիկոլին թողած, գործող իշխանությանը թողած, միմյանց դեմ են պայքարում եւ միմյանց են քննադատում, որը ինձ համար անհասկանալի եւ անընդունելի։ Այդպես չեն օգնում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Օգնում են իհարկե։ Ես կարող եմ օրինակը բերել։ Նայել եմ թե Անդրանիկ Թևանյան եւ Նարեկ Մալյան բանավեճը։
Անդրանիկ Թևանյանը քննադատում է Նարեկ Մալյանին, Նարեկ Մալյանի վրայով անցնելով գնում է Սերժ Սարգսյանին, է սկսում քննադատել, որ Սերժը տվել է իշխանությունը պլանավորված, պայմանավորված Նիկոլին եւ այլ։ Նարեկ Մալյանն էլ Անդրանիկ Թևանյանին հայտարարում է, որ Անդրանիկ Թևանյանը հենց Նիկոլի կողքին էր, սորոսական եւ այլն, Սորոսից փողեր էր ստանում, չգիտեմ ինչ, որը մեզ համար բնականաբար անընդունելի է, որովհետեւ նման իրավիճակում հանրությունը որ տեսնում է ընդդիմադիրները անգամ իրար հետ համերաշխ չեն կարող համախմբել, ուրեմն ավելի լավ է Նիկոլը մնա, քան թե նախկինները հետ կան։ Այդպես են մտածում, ցավոք սրտի, բայց դա չի լինելու։ Ես նորից եմ կրկնում ու բազմիցս կրկնել եմ, ցանկացած ժողովրդի մոտ լինում են անկման ժամանակահատվածներ եւ վերելքի ժամանակաշրջաններ։ Նիկոլական իշխանության ժամանակահատվածը մեր հայ ժողովրդի համար անկման ժամանակահատված էր, ընդհանուր ժամանակահատված, որովհետեւ այս իշխանության գործունեության ընթացքում մենք ցավալի պարտություն կրեցինք ուրեմն 44 օրյա պատերազմում Արցախն ամբողջությամբ հանձնվեց Ադրբեջանին, բացի դրանից Ադրբեջանն է Նիկոլը հանձնել նաև 60 քառակուսի կիլոմետրից ավելի ռազմավարական նշանակության դիրքեր ու ուրեմն ռազմական կետեր, որտեղ ադրբեջանցիք եկել նստել են ու կրակի տակ են առել մեր արևելյան բնակավայրերը։ Եվ նախորդ հարցիս այսպես լրացում, ինչով է պայմանավորված երկրորդ, երրորդ նախագահների ու նրանց թիմակիցների միջև այս լարվածությունը։ Դժվարանում եմ որևէ բան ասել, իրենց հրավիրեք, իրենց հարցերը տվեք, իմ համար ցանկալի չի, որ ասենք ընդդիմադիր քաղաքական ուժերը թողած գործող ապազգային իշխանությանը միմյանց քննադատեն, դրանով հեշտացնելով իշխանության գործունեությունը։ Շնորհակալ եմ, պարոն Բազարյան։ Շնորհակալություն հրավերքի համար։ Իմ հյուրն էր Համահայկական ազգային միասնության խորհրդ միավորման վարչության անդամ Ալբերտ Բազայանը։ Կհանդիպենք։